Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հերթական հանդիպումը Մայր Հայաստան կուսակցության ղեկավարի ու Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցության անդամների հետ է։ Քննարկման առանցքում քաղաքամայր Երևանի հիմնախնդիրներն են, դրանց լուծման առաջարկները։ Միասին ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերը հավակնոտ ու խոշոր ծրագրերով են ներկայանում հանրությանը։ Մենք Թևանյանի հետ 15 տարի ծանոթ ենք, համագործակցել ենք, ու հենց այնպես չի, իմանալով Թևանյանին, կազմեց թիմը Մայր Հայաստան, մասնակցեցի ընտրություններին։ Իրոք այսօր Երևանում առաջինն է կա վստահություն, կա հավատ, կա խոսք, կա գործ, հետևողական, դուխով, խելացի, բանիմաց։ Մենք միասնական կազմել ենք այդ համագործակցելու, մի ցուցակով մասնակցելու եւ բոլորիս նպատակը մեկն է եղել, որովհետեւ մեկը մենակ չի կարանի։ Դուրս գալու այդ պարտությունից, այդ խեղճությունից, այս վիճակը կարգավորելու համար։ Ուրախ եմ, որ մենք համագործակցում ենք Երևանի մասին, դուք ավելի շատ բան գիտեք։ 8 տարի աշխատում են միայն խոսքեր, դադար խոսքեր, ոչ ճանապարհներ, ոչ մետրոներ, ոչ թունելներ, պրոբկաներ, ջրհեղեղներ, աղտոտություն։ Մայրաքաղաքի խնդիրները բազմաթիվ են, փոսերից մինչև գերծանրաբեռնված տրանսպորտ, աղբահանություն, խցանումներ, օդի աղտոտվածություն եւ ոչ միայն։ Վերջին տարիներին գույքահարկի զգալի բարձրացումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել։ Թոշակառուները ու ցածր եկամուտ ունեցող մարդիկ մտավախություն ունեն, որ բարձր հարկերի պատճառով կարող են վաճառել բնակարանները։ Այսօր ժողովուրդը շատ բորբոքված է գույքահարկից, եթե գույքահարկը դու այսօր 100% ավելացում ես, ինչի հիմա վրա։ Դա ռամարանք է Երևանում։ Եթե մարդը իր աշխատանքով կարողացել է իրեն տուն հատկացնել, դա կլինի գիտնական, արվեստագետ, շինարար, դասախոս, ու ասելով չես կարող վաճառի գնա մարզերում բնակ։ Դա ճիշտ մոտեցում չի, դա արդարացի չի, ոչ թե այսօր ես ուզում եմ ցեխ շպրտայեմ, այլ ռեալ իրական է։ Արկորասեն մինչև 2020 թվականը ինչ կա նույն ամոնում 2020 թվականից հետո տներ են առա Երևանում, դա էլ նշանակում որ մարդը գումար ունի, ավել շահույթ ունի, որը կարողանում է 200,000, 300,000, 150,000-ով առնի, ուրեմն իրանց վրա թողազդի, առ չկա, դա արդարացի է, բայց թոշակառուն 70 տարեկան, 80 տարեկան հիմա ինք իրա ծննդավայր հայրենի տունը թողի, որ չի կարող վճարի իրա 49,000 դրամով, ուրեմն ինքը պետք է թողի, դա արդարացի է, իհարկե ամոթ է, դա արդարացի բան չկա, այդ հարցը պետք է բարձրացի։ Առաջարկ Հայաստանի ծրագրի մեջ բավական լուրջ անդրադարձ կա Երևանին, Երևանի խնդիրներին եւ մենք մեր լուծումներն ենք առաջադրում։ Գույքահարկի հետ կապված դուք արդեն նշեցիք, մեր առաջարկով գույքահարկը կրկնակի պետք է իջեցնել եւ մենք կարծում ենք, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո նաեւ իշխանափոխություն պետք է տեղի ունենա Երևանում եւ Երևանցու քվեն պետք է վերադարձվի երևանցիներին, որովհետեւ այս իշխանությունը կրկնեմ լեգիտիմ չէ։ Այդ առումով մեր առաջարկները, որ մենք ներկայացրել ենք, ինչպես քաղաքական, այնպես էլ քաղաքային բնույթի են, դրանք վերաբերում են եւ աղբանությանը եւ տրանսպորտին, որը անարժանապատիվ ձևով է սպասարկում մեր քաղաքացիներին, եւ ավտոկայանատեղիների հետ կապված խնդիրներին եւ խցանումների հետ կապված լուծումներ ունենք, նաեւ ունենք այցեքարտ դարձնելու մեր մոտեցումները Ուրարտու Էրեբունու հետ կապված, երբ որ մենք տեսնում ենք, որ տարբեր մայրաքաղաքներ ունեն իրենց այցեքարտերը, ասենք Աթենքը, Հռոմը, Փարիզը եւ այլն, մենք հսկայական մշակութային արժեք ունենք, որով հպարտանում ենք նաեւ Երևանի տարեթվով, բայց չենք կարողանում աշխարհին հանդես գալ հենց այդ այցեքարտով, մենք լուրջ ծրագիր ունենք դրա հետ կապված։ Գույքահարկի եւ մայրաքաղաքի բոլոր խնդիրների լուծումը կա ներկայացված է առաջարկ Հայաստանին ծրագրի հատուկ Երևանին նվիրված դրույթում։ Առաջիկա օրերին քաղաքական երկու ուժերի անդամները կլինեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բակերում, փողոցներում, մանրամասն կներկայացնեն իրենց առաջարկը Երևանցուն։ Քարոզարշավը պետք է բոլոր ոլորտները ման գալով, լսելով, քննարկելով, ինչ-որ ավելի հարցեր կան, որ անհանգստացնում է, ձևակերպելով, որ համ մենք գրանցենք ծրագրի մեջ, համ էլ հարցերի հանդեպ ուշադիր լինենք, բարձրացնենք։ Հա, խոստանում էին մետրոներ, 2 մետրո էլ բաց են 8 տարի է։ Մարդիկ 8 տարում 8 հատ քաղաք են կառուցում։ Բայց 8 տարում մի հատ մետրո, մի հատ կայան կամ ճանապարհների թեթևացման համար ոչ բան, որով կամ պրոբկաներ, երևի 2-3 տարի հետո արդեն էլ հնարավոր չի մեքենա վարել։ Այդ է հիմնական, պետք է ուշադրություն դարձնեք, դուք Երևանի լավ ծանոթ եք, տեղյակ եմ, եթե ասենք ժողովրդի կողմից առաջինն եք ձեր աշխատանքով, փորձ ունեք եւ դիաժեք մտածում եք երևանցիների համար, ուրախ եմ, հպարտ եմ, որ մենք միասին մի թիմի մեջ ենք, իմացեք ձեր կողքին ենք, ինչ հացով պետք է լինի։ Թևանյանն էլ գիտեք, իր
ապրածով իր պահվածքով անկախ ամեն ինչից ճիշտ ուղիղ երկու ճանապարհ չունի, մի ճանապարհ։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամները մշտապես են Երևանի կնճռոտ հարցերի մասին բարձրաձայնում ավականու նիստերում, իսկ այժմ ընտրապայքարի մեջ են, որ յուրաքանչյուր քաղաքացի իր կյանքում լավ փոփոխություններ տեսնի։ Քաղաքական երկու ուժերը միասնական են, մեկ ընտանիքի նման։ Երևանում ու մարզերում կազմակերպված աշխատանքը իշահ պետության է։ Շնորհակալություն գնահատականների համար։ Մայր Հայաստան խմբակցությունը ակտիվորեն առաջին իսկ օրվանից ավականիում հայտնվելու ներգրավել է քաղաքային խնդիրների լուծման գործընթացներում, մենք քաղաքացիների կողքն ենք կանգնած եղել, մենք արդեն որպես կուսակցություն խորհրդարանական ընտրություններին որոշեցինք մասնակցել ոչ թե միայնակ, այլ որոշեցինք կոնսոլիդացիոն տրամաբանությամբ առաջ գնալ եւ մեզ համար ընդունել էր ձեր կողմից առաջ քաշված առաջարկ Հայաստանի ծրագիրը։ Մենք նաեւ որոշակի հետազոտություններ անցկացրեցինք եւ այդ հետազոտությունները ցույց տվեցին, որ Ծառուկյան գործիչը ունի ամենաբարձր կոնսոլիդացիոն ռեսուրսը եւ կարող է համախմբման եւ մերանի ֆունկցիա կատարել մեր հասարակության համար եւ դրա համար էլ մենք կոչ արեցինք նաեւ այլ ուժերի, որ առանձին վերցրած որևէ մեկը չփորձի պրոցեսներին ներգրավել, որովհետև առանձին վերցրած որևէ ուժ չի կարող դուրս բերել մեր երկիրը այս խորը ճգնաժամից եւ մենք հենց մեր օրինակով արդեն քայլը արեցինք եւ հայտարարեցինք, որ միանում ենք առաջարկ Հայաստան ծրագրին եւ խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք Բարգավաճ Հայաստանի հետ։ Հունիսի 7-ին ընտրելով համար 7-ին Երևանցին լուծում կտա տարիներով կուտակված խնդիրներին, կունենա իր մասին մտածող փորձառու քաղաքային իշխանություն։ Երևանը ամբողջ հայության մայրաքաղաքն է եւ պետք է ունենա այդ կարգավիճակին համահունչ տեսք ու կառավարում։ Մայր Հայաստանը ակտիվորեն եւ բոլոր վարչական շրջաններում ներգրավված է լինելու, բոլոր բակեր, փողոցներ, նույնիսկ տնետուն տարբերակով ենք աշխատելու եւ կոչ ենք անելու, ինչպես արդեն կարգախոս է դարձել հունիսի 7-ին քվեարկել համար 7-ի օգտին։ Մեր համագործակցությունը տարիների փորձ ունի եւ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա է հիմնված եւ ինչպես արդեն ասվում է, պետք է բոլորը սպասենք լավ փոփոխությունների։ Մեր հասարակությունը պետք է պատրաստվի լավ փոփոխությունների եւ այդ փոփոխությունները հունիսի 7-ից մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի կյանքի կոչվի, որովհետեւ Հայաստանը գոյաբանական խնդիրների առաջ է կանգնած, Հայաստանը լրջագույն անվտանգային, սոցիալ-տնտեսական խնդիրներ ունի եւ մենք ունենք այդ ներուժը, մեր քաղաքական թիմը ունի այդ ներուժը, որպեսզի միասնաբար մենք մեր բաժին պատասխանատվությունը ստանձնենք իշխանության մեջ եւ դուրս բերենք մեր երկիրը այս իրավիճակից վստահություն վաստակելով եւ մեր արտաքին գործընկերների մոտ եւ ամենակարևորը մեր հանրության մոտ։ Ամենակարևորը իմացեք, որ արդեն մեր մեծ ընտանիքի անդամներն եք, իմ ու քոնը չկա։ Մեր մոտ կա սկզբունք, կա մոտեցում, որ գնում են լավագույնը, խելացին, բանիմաց արդյունավետը։ Չկա Բարգավաճը, Մայր Հայաստան, այլ կա հիմնական մի ընտանիք, մեծ ընտանիք, որը միավորվել ենք եւ գնահատում է արդյունավետը, խելացին, բանիմաց աշխատասերը։ Երևանի մեր շտաբի պետի հետ ամենօրյա ոնց որ դուք նշեցիք, այդ հողի վրա մենք այդ միասնությունը եւ միասնականությունը ամենտեղ ցույց ենք տալիս եւ օրորի ավելի ենք զարգացնում, այսինքն մենք երբեք իմ ու քոնը չենք արել, ընդհակառակ հենց առաջ օրվանից մեր աշխատանքները միասնական են եւ առաջարկ Հայաստանի ծրագիրը մեր համար գերակա ծրագիր է, մեր բոլոր գործառույթները եւ մեր բոլոր գործունեությունը ուղղված են այդ ծրագիրը ժողովրդին հասցնելու, բացատրելու, ներկայացնելու պատրաստվենք լավ փոփոխությունների հետ։ Նախընտրական քարոզարշավը ակտիվ փուլում է, այս ընթացքում առաջարկ Հայաստանին ժողովրդական ծրագիրը կներկայացվի հանրապետության բոլոր համայնքներում։ Մարդկանց ուղղված գլխավոր ուղերձը մեկն է՝ պատրաստվեք լավ փոփոխությունների։